Բացող աչքերի պատճառով հեռուստասերիալում Արսենը հեռանալուց առաջ որոշում է իր վատությունը անել Սառային ու այնպես հեռանալ։ Բայց տարօրինակ է, որ Ռեբեկան այսքան բանի միջով անցնելուց ու Սառայի անկեղծությունը տեսնելուց հետո հավատում է ինչ-որ անծանոթի։ Նա լսում է, թե ինչպես է պապիկը գովում Սառային, ասում, որ նա շատ է տարբերվում Էլայից ու Ռեբեկայից, որ կցանկանար նրանք էլ Սառայի նման լինեին, բայց ցավոք չեն։ Սա լսելուց հետո Ռեբեկան համոզվում է Արսենի խոսքերում։ Չէ՞ լուրջ, այսքան մանկամիտ ու հիմար զարգացում, ուրեմն փողոցից եկած անծանոթին այսքան հավատալ, թեկուզ եթե ինչ-որ բան ես լսել, ուղղակի ծիծաղելի է։ Նա կրկին տրամադրվում է Սառայի դեմ։ Չմոռանանք նաև, որ Արսենն ասում է, թե Սառան շատ լավ գիտի, որ Սարոյանն իր ողջ ունեցվածքը իրեն է թողնում, բայց հետագայում հաստատ ձևացնելու է իբր չգիտեր ու բոլորի հետ միասին նոր է իմանում այդ մասին։ Սարոյանի մահից հետո, երբ պարզվի կտակի բովանդակությունը, բարդ չէ պատկերացնել, թե ինչ կրքեր են բորբոքվելու, Ռեբեկան ինչ համերգներ է տալու ու Էլային էլ ներքաշելու այդ ամենի մեջ։ Պարզապես մի հարց ունենք, եթե դեռ այսքան իրադարձություններ են զարգանալու, ապա քանի սերիա է ունենալու այս սերիալը, 200, իսկ միգուցե 300, թե կարևորն այն է, որ մարդիկ արդեն տևական ժամանակ են նայում են նախագիծը ու հաստատ կշարունակեն նայել և կիսատ չեն թողնի։ Անկախ նրանից դա հետաքրքիր է, թե ոչ։ Հաստատ հենց դա էլ հաշվարկել են սցենարիստները, ճիշտ է, իսկ ինչ ենք մենք հիմա դիտում, սերիալ ոչ մի բանի մասին։ Դիանան արդեն բարիացել է, բացասական կերպար Միսակը մահացել է, Սառայի ու Գորի հարաբերությունները կարգավորվել են, Արմանն ու Էլան հաշտվել։ Այո, մենք մեր տեսանյութերում վերլուծում ենք Պանարմենյանի սերիալները, բայց այստեղ նույնիսկ վերլուծելու բան չկա։ Հիմա երբ Գորն ու Սառան պատրաստվում են հարսանիքի, Գորին է զանգում իր նախկին սիրելին Եվան, ով նոր է դուրս եկել բանտից եւ ցանկանում է տեսնել Գորին։ Հարցեր պարզել նրա հետ, վրեր լուծել։ Եթե սա համարվում է Սառայի ու Գորի հարաբերություններում խոչընդոտ, ապա նման խոչընդոտներ այս զույգը կարող է ունենալ անվերջ։ Եվ քանի տարի պետք է նկարահանվի այս նախագիծը, ծագում է հարց։ Մի խոսքով Ռեբեկան սկսում է կոպտել Սառային, երբ Սառան ասում է, որ հարսանեկան գնումներ է կատարել և ցանկանում է, որպեսզի նա էլ հայտնի իր կարծիքը։ Ինչպես տեսնում ենք, բան չի փոխվել։ Ռեբեկան նույն հիմարն է մնացել, ով այն ժամանակ ընկել էր Դիանայի խելքին ու վնասեց իր շրջապատի մարդկանց, իսկ հիմա նույնը անում է Արսենի դեպքում։ Հարգելի հետևորդներ, արդյոք պետք է Սառան կրկին ների Ռեբեկայի այս վերաբերմունքը։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, երբ հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառային ընջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։
Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե եկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Աստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես